Հին Եգիպտոսում տավարի լյարդը համարվում էր բուժիչ սնունդ։ Եգիպտացիները հավատում էին, որ տավարի լյարդը բուժում է կուրությունը, քանի որ այն պարունակում է վիտամին A։ Բարև, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի լյարդով և սրտով ապուր։ Տավարի լյարդը ունի յուրահատուկ համ։ Այդ համը վերացնելու համար նախքան ջերմային մշակման ենթարկելը կմարինացնենք։ Վերցնում ենք հարմար աման, մարինադի համար ինձ հարկավոր է թթվասեր, հանենք այն ամենը, ինչը միգուցե կօգտագործենք, թող լինի ձեռքի տակ, կվերցնեմ նաև սոյա սոուսը, իսկ ուր է, ահա, ինքն իր ոտքով է եկել։ Լցնում ենք 2 ճաշի գթալ սոյա սոուս, ավելացնում ենք 2 ճաշի գթալ թթվասեր, այսքանը կարծում եմ բավական է։ Այժմ մշակենք տավարի լյարդը, նախ տեղադրում ենք տախտակը, հեռացնում ենք թաղանթը, թաղանթը հեռացնելուց հետո կտրատում ենք մանր խորանարդիկների, կտրատում ենք 1 սանտիմետր կողմերով խորանարդիկների։ Կարող է ինչ-որ կտոր խորանարդ չլինել, կարող է ինչ-որ մի կտոր հենց 1 սանտիմետր չլինի, պարտադիր պայման չի։ Փոքր ենք կտրատում։ Լցնում ենք մարինադի մեջ, լավ տակնու վրա ենք անում և որոշակի ժամանակով հանգիստ թողնում նրան։ Տավարի սիրտը ավելի երկար է ջերմային մշակման ենթարկվում, քան լյարդը, այնպես որ կսկսենք այժմ ջերմային մշակման ենթարկել տավարի սիրտը, որից հետո կմասնակցի նաև լյարդը։ Սա էլ ենք կտրատում նույն կերպ։ Ընթացքում կարելի է կացրան դնել կրակին։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք տաքացնում, 2 ճաշի գթալ կոնկրետ։ Անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը,
Մինչ սիրտը տապակվում է, նախապատրաստենք մյուս բաղադրիչը, դա գլուխ սոխն է։ Ընդամենը ասեմ, որ վերցրել եմ 300 գրամ սիրտ և 300 գրամ տավարի լյարդ։ Կվերցնեմ 3 փոքր գլուխ սոխ։ Կտրատում ենք փետրաձև։ Քամում ենք մարինադը։ Քամելուց հետո լցնում ենք սրտի վրա։ Հենց լյարդը գույնը փոխեց, ավելացնում ենք 30 գրամ կարագ։ Թողնում ենք սիրտը և լյարդը տապակվի։ Սիրտն ու լյարդը 3 րոպե տապակելուց հետո կհանենք ամանի մեջ։ Հանում ենք այնպես, որ սոուսը մնա կաթսայի մեջ։ Լցնում ենք սոխը։ Սոխը անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության սոդայով, կես թեյ գթալ, աղով, 1 թեյ գթալ, և 1 թալ շաքարավազը։ Նախապատրաստենք մյուս բաղադրիչը, դա գազարն է։ Կտրատում ենք մանր խորանարտիկներին։ Հիմնականում ես բաղադրիչները կտրատում եմ մանր, որպեսզի արագացնենք պատրաստման պրոցեսը։ Ժամանակ երկար չվատնենք։ Համեմունքները հերթով ենք ավելացնելու։ Այս պահին կառաջարկեմ մառանիկ ընկերության քրքում։ Կավելացնենք կծու չիլի։ Կօգտագործեմ սերմերով։ Ես սիրում եմ կծու։
տղա կոթն ենք հեռացնում։ Մյուս բաղադրիչը ցուկինին է։ Ունենք ցուկինի, ունենք կարտոֆիլ։ Կարտոֆիլը ավելի երկար է եփվում։ Հիմա կավելացնենք կարտոֆիլը, հետո ցուկինին։ Բոլոր բաղադրիչները կտրատում ենք փոքր խորանարդիկների։ Կարտոֆիլը ավելացնելուց հետո կհամեմենք համեմի սերմով բաղացած և կանցնենք ցուկինին։ Հեռացնում ենք ծայրերը, վերադարձիր, կտրատում ենք նույն կերպ։ Վերցրեցի մեկ ցուկինի։ Երկու րոպե տապակելուց հետո վերադարձնում ենք տավարի լյարդը և սիրտը։ Ավելացնում ենք այնքան եռացրած ջուր, որ բաղադրիչները ծածկվեն։ Մոտ 3 րոպե եփելուց հետո կառաջարկեմ ավելացնել մարինացված մանրավարունգ։ Անմիջապես ավելացնում ենք կոկոսի կաթ, այն ապուրին նրբություն կհաղորդի և յուրահատուկ համ, մոտ 50-100 միլի։ Եփում ենք ևս 7 րոպե, որից հետո կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ մաղադանոս։ Կանաչին կավելացնենք, մի փունջ մաղադանոսը կավելացնենք 7 րոպեից, կանջատենք կրակը, կթողնենք թրմվի։ Վերջ կրակը անջատում ենք, թողնում ենք 15 րոպե, որից հետո կարող ենք մատուցել։ Տավարի լյարդով և սրտով ապուր։ Տավարի լյարդը կտրատել մանր խորանարդիկների, մարինացնել սոյայի սոուսի, թթվասերի մեջ, ապա քամել։ Տավարի սիրտը կտրատել մանր խորանարդիկների, բուսաեղով տապակել, ավելացնել լյարդի կտորները։ Հենց լյարդը գույնը փոխի, կարակ ավելացնել։ 3 րոպե տապակելուց հետո տեղափոխել ամանի մեջ։ Գլուխ սոխը փետրաձև կտրատել, նույն բուսաեղի մեջ տապակել։ Համեմել սոդայով, աղով, շաքարավազով։ Ավելացնել մանր կտրատած գազար, կծու չիլի պղպեղ, կարտոֆիլ, ցուկինի,
Համեմել քրքումով։ Ավելացնել տավարի սրտի կտորները եւ եռացրած ջուր այնքան, որ բաղադրիչները ծածկվեն։ Մոտ 3 րոպե եփելուց հետո ավելացնել կտրատած մարինացված վարունգ, կոկոսի կաթ։ 7 րոպե եփելուց հետո ավելացնել կտրատած մաղադանոս, կրակն անջատել, թողնել 15 րոպե, մատուցել։ Այժմ կպատրաստենք շատ արագ խնձորով եւ տավարի լյարդով խորտիկ։ Սկսում ենք խնձորից։ Նախ խնձորը կլպում ենք։ Վերցրել եմ թթվաշ խնձոր։ 1 խնձոր։ Հեռացնում ենք սերմնատուփը։ Ավելորդ մասերը։ Եվ կտրատում ենք շերտերի։ Շերտերը կտրատելուց հետո տապակելու ենք կարագով։ Անմիջապես հանենք տավարի լյարդը։ Մեկ ճաշի գթալ բուսայուղ կօգտագործեմ, որ կարագը չայրվի։ Կվերցնեմ 30 գրամ կարագ։ Շերտերը անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության շաքարավազով, կարամելացնում ենք։ Եվ համեմում ենք դարչնով։ Խնձորի շերտերը երկու կողմից կտապակենք, որից հետո կանցնենք տավարի լյարդին։ Նախ պատրաստենք նրա համար համեմված ալյուր։ Վերցնում ենք տոպրակ։ Լցնում ենք 3, 4, 5 ճաշի գթալ ալյուր։ Համեմում ենք Մառանիկ ընկերության 1 ճաշի գթալ աղով, աղացած սև պղպեղով, սա կես թեյի գթալ։ Կարմիր քաղցր, կարմիր կծու պղպեղներով, սրանք էլ նույն չափ։ Կհամեմեմ նաև սխտորի փոշով, կես թեյի գթալ, չորացած օրեգանոյով, 1 թեյի գթալ, և խառնում ենք, որպեսզի հավասար համեմվի ալյուրը։ Նա այստեղ աչքի առաջ։
լյարդի թաղանթ ինչպես ասացի նախապես հանել եմ, կտրում ենք շերտերի, լյարդի թաղանթի մասին փաստորեն չի ասել, մտքերի մեջ է, մտովի էի հանել թաղանթը և կարծես թե ասել էի ձեզ, լցնում ենք կտորները ալյուրի վրա, այնպես ենք փակում տոպրակը, որպեսզի օդ մնա, այ այսպես, և թափահարում ենք, որպեսզի հավասար պատվեն շերտերը, հանում ենք խնձորի շերտերը, այնպես որ համեմված յուղը մնա տապակի մեջ, ալերապատ լյարդը, այսպես թափահարում ենք, երկու կողմից կարմրացնում ենք և մատուցում խնձորի շերտերի հետ։ Մատուցելիս կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Խնձորով և տավարի լյարդով խորտիկ։ Խնձորը շերտերի կտրատել, բուսայղով և կարագով երկու կողմից տապակել, համեմել շաքարավազով, դարչինով, տապակելուց հետո տեղափոխել ափսեի մեջ, տոպրակի մեջ ալյուր լցնել, աղ, աղացած սև պղպեղ, կարմիր քաղցր, կարմիր կծու պղպեղներ, թափահարել, տավարի լյարդը շերտերի կտրել, դնել տոպրակի մեջ, տոպրակը թափահարել, լյարդի շերտերը հանել, տապակել խնձորի նույն բուսայողի և կարագի մեջ, երկու կողմից կարմրացնել, զարդարել թարմ կանաչու տերևներով, մատուցել խնձորի շերտերի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք մանուշակագույն կաղամբ, կոկոսի կաթ, կոկոսի չիպս և ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։